այդ 300,000-ի մեջ առաջի էտապով չեն գալու Ադրբեջան, Բաքվում ադրբեջանցիներ։ Սիրիայի անապատներից Իգիլդայիչ գտնելու են բոմժերի, պասպորտը տան, ասեն էլ գնացեք ընդ, այսինքն վտանգը շատ ավելի է, քան այն ինչ որ ասում է։ Դե իրենք ագրեսիվ մասսա են ուղղորդելու, ովքեր շատ արագ 10-15 երեխա ունենալով փորձելու են փոխել ժողովրդագրական տվյալները Հայաստանում։ Քանի որ ինչ, մի 10 տարի հետո մի հատ ռեֆերենդում կանեն եւ միացնեն երկու պետությունը իրար։ Իրենց հերավոր նպատակը իրոք դա է։ Եթե Ալիևը ամեն օր այդ պահանջը ներկայացնում է, ինչ կանել սրանք ասեն, թե չկա։ Ինչը չկա, իրենք ասում են չկա, այնտեղ հաջորդ օրը հայտարարում են, որ սա խաղաղության պայման է։ Այսինքն ինչը չկա։ Ամեն ինչ կա, մենք պետք է դա կանգնեցնենք, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Opit ասացա, կամուրջները այրված է, էլ տարբերակ չկա, սա է։ Չկա, տարբերակ չկա իրոք։ Եկավ ամսի 7-ը, ժամը 8-ը փակվեց, քվեատուփերը բացեցինք, ամենավատ սցենարի դեպքում հավաքական ընդդիմությունը անպայման հաղթանակը ունենում է։ Հիմա ստեղ այդ քվեները մենք կարողանալու ենք, պահենք, թե չէ։ Ես կարող եմ ձեզ ասել, մենք հաղթելու ենք եւ ձևավորելու ենք կառավարություն։ Մնացածից մի անհանգստացեք։ Տարբեր process-ներ կլինեն, բայց մենք պատրաստ ենք, մենք անելու ենք ամեն ինչ օրենքի սահմաններում, մի քիչ, գիտեք ինչ կա, մի քիչ Փաշինյանին էլ այնց հրեշիկեցված են տվել, որ ինքը ամենակարող է, հասկանում եք, այսքան ինքը հաստատ կեղծելու է ընտրությունները, մենք դրանում կասկած չունենք, որտեղ բայց ինքը չի կարող ամբողջությամբ կեղծել, ինքը չի կարող լինել ոչ լեգիտիմ կառավարիչ։ Փաշինյանի հակառեյտինգը Հայաստանում ավելի բարձր է, քան Հիտլերի հակառեյտինգը Իսրայելում։ Մենք շատ մեծ խնդիրներ ունենք ջրամատակարարման համակարգի հետ կապված, որը որ արդեն երևի այդ ոչ միայն 25-30, այլ 50 տարի ոչ մի գլխամասային կառույց աղբյուրների այդ մեր խմելու ջրի սնուցման աղբյուրներն են։ Բավականին շատ կորուստներ է լինում եւ այդ ջրերը կորում անհետանում են ու շատ քիչ քանակությունն է հասնում մեր բնակիչներին։ Ես գիտեմ այդ խնդիրները դա համատարած ամբողջ Հայաստանով այդ խնդրեմը կա, դրանք տրվի համակարգային լուծում։ Եթե մենք կարողացել ենք շատ արագ ընդամենը 1-2 ամսվա ընթացքում հոսանքը ավելի վատ վիճակում էր, քան ջուրը։ Հոսանքի հարցը մենք ամիսների ընթացքում ամբողջապես լուծում ենք տվել։ Մինչև սրանց գալը մենք խնդիր ամենայն դեպս չունենք։ Նույն ձևի է լինելու է ջրի հետ։ Մենք հասկանում ենք, որ դա ոչ միայն խմելու մասին է խոսքը, գյուղատնտեսություն զարգացնելու մասին է խոսքը։ Մեր երկրում տասնյակ անգամ ավելի շատ ջուր կա, քան մեզ անհրաժեշտ է։ Հայաստանը այն հազվագյուտ պետություններից է, ով կարող է ջուրը արտահանել։ Դրա համար դա դառնալու է մեր պետության զարգացման միջոցներից մեկը։ Դուք մի անհանգստացեք։ Հիմա ունենք մի հատ իրականություն, որ մեկի հետևում կանգնած է իշխանությունը, պարագլխի գլխավորությամբ, ունենք մյուս կողմում ձեր այդքան բարեգործություններով, ինչպես դուք նշեցիք, իրենք մահվան խորհրդանիշն են, իսկ դուք կյանքի, ինքը քայլում է ու բոլորին հարցնում է ինչու չեք մահացել, իսկ դուք կառուցել եք Ստեփանակերտի հիվանդանոցը, որտեղ բազմաթիվ կյանքեր են փրկվել։ Այս մեր ամբողջ պայքարի գլխավոր շահառուն դուք եք։ Դուք եք հիմնական տերը, ինչը որ մենք անելու ենք, դրա համար ձեր սերունդը պետք է դա լավ հասկանա, որովհետև ձեր սերունդը ավելի ագրեսիվ հայրենասեր պետք է լինի,
քանի որ մենք այն որ ասում արդեն տարիքով մարդիկ ենք, մի բան լավ, մի բան վատ, յոլա գնանք, բայց դուք չեք կարող ապրել ադրբեջանցիների հետ, ավելի ճիշտ ոչ թե հետ, իրենց տրամադրության ներքո, դրա համար շատ էներգիայով երիտասարդ ես, հիմա իսկական ժամանակն է քո էներգիան ցույց տալու, Աշխատում եմ այդ ուղղությամբ։ հիմա մեր հերթն է, ձեր սերունդի հերթն է, որ բարձրանա ու պայքարի, իրոք ակտիվ քարոզություն արեք, ակտիվ պայքարեք, որ սրանց հեռացնենք։ Վստահ եղեք, որ ինձ իշխանություն պետք չի, ինձ հնարավորություն է պետք օգնեմ մեր ժողովրդին, այդ իշխանության մասին չի խոսքը։ Ես ամենալավ կյանքով ապրող մարդն եմ եղել վերջին 30-35 տարիներին, բայց երբ որ դու երկար ապրում ես Սփյուռքում, քո մեջ սկսվում է, դե ոչ բոլորի իհարկե, բայց հիմնականում, այն նորմալ մարդու ծնունդներ, որ ասում են կան, իրենց մեջ այդ հայրենասիրական ագրեսիան ավելի է զարգանում, քան նույն չվիրավորեմ ձեզ, նույն Երևանում ապրող մարդկանց, որտեղ դուք ամեն օր հայ եք տեսնում։ Մենք ամեն օր ինչ ազգասես տեսնում ենք։ Ու համեմատում ենք մեր հայերի հետ։ Ու միշտ տեսնում ենք, որ հայը ուրիշ է, այդ ուրիշը մեջը ձևավորում է մի անսովոր հայրենասիրություն։ Դրա համար ձեր բախտը բերել է, դուք չեք տեսել մեր տեսածը ու լավ կլինի չտեսնեք։ Մենք ունենանք ուժեղ Հայաստանը մեր հողերի վրա, քան թե ուժեղ հայ մարդիկ այլ երկրներում։ Մենք ձեզ հետ դրանք կհասնենք, դրա համար բոլորդ պետք է ուժեղ, ինքնավստահ 10 օր համառ պայքար մղեք։ Էլի եմ ասում, մեր հաղթանակը շատ մոտ է, մեզ մնում է ընդամենը մեկ քայլ, հաստատ պայքարելու ենք մինչև վերջ։ Իրոք շատ կարևոր է, ժողովուրդ ջան, չհանգստանաք, հույսով եղեք, հաստատ կարող եք չկասկածել, որ մենք հաղթելու ենք, մեկ վայրկյան չկասկածեք։